մի կոթող կա, ասենց ասենք։ Պատկերացրեք Երևանյան բակ, որտեղ կա ցայտաղբյուր, պուլպուլակ կոչվածը, որը նվիրված է, ասենք Պողոսին, պայմանական։ Պողոսին, ես ինչ հիշում եմ, այդ պուլպուլակը կա։ Ինչ ինձ մանկության, ասեմ ավելին, ծնողներիս տարիքից էլ ավելի վաղ։ Այդ եղել, այսինքն ցավոք սրտի ցայտաղբյուրը նվիրված է երիտասարդի հիշատակի, ով ժամանակին Հրազդանի կիրճում լողանալիս վնասել է գլուխը, բան եւ երիտասարդ տարիքում մահացել է։ Եվ ծնողները այդ ցայտաղբյուրը կառուցել են եւ այլն, ինչ ես հիշում եմ, կա ջուրեր գալի բան, հիմա ջարդին պոկին տարան կապ չունի, աշխատում է թե չէ, այդ քարը եւ ցայտաղբյուրը կողքը կա։ Պատուհանից նայում եմ, մեր պատուհանից բացվում է տեսարան դեպի այդ ցայտաղբյուր կոչվածը։ Եվ շենքի բնակիչներից մեկը բարբերաբար շուն ամանտալի բան անում եւ այլն բան, իր շանը ենթադրում եմ ոչ առաջի անգամ բնական կարիքները տանում է, դե շունը գիտեք, մի ոտով կանգնում է, մի ոտը բարձրացնում է եւ համապատասխան գործողություն է անում եւ տարավ իր շան նյութափոխանակության արգասիքները շաղ տվեց այդ պուլպուլակի վրա։ Հիմա հարցնում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, հիմա եթե ասենք այդ մարդու ծնողը տեսած չլիներ, որը պատկառելի տարիքով ասենք 80-անց մարդիկ են, հանկարծ իշներ այս աչոնին տապորեր, չեմ ասում բռնաբարեր, չէ, պետք չի, հալ չունի բրեն, բանաներ, տապորեր, կացինով իշներ ու տապորեր, պիտի այդ խեշ բիծուն տանեին դատեին այդ մարդուն, ասեին գժվել է 89-90 տարեկանում խելքը գցելը, արա դու ծյոց 30 անց կին ես էլի արդեն երեխա տեր, դու քո շանը տանում ես կոթողի վրա, որի վրա անունա գրած, պասակա գրած, թիվա գրած, դուք արա սրբություն չունեք, ես զարմանում եմ, դուք մոտեցում, ինչ որ հարգանք պատիվ, վերջի հայ մարդ եք, չէ, հայ նոյան տապանից եք սերը, արա բա դուք տենց բաներ ձեզ ոնց եք թույլ տալիս, նեշի է շունել ցիստիտ ուներ, սենց պահի տակ ստացվեց, չէ, դուք ովը կանգնած հեռախոսով լարիսկը կամնի ու այդ վիճակները, ու ես վստահ եմ, սա առաջին անգամը չի եղել, սա առաջին անգամվա բան չի, դրա համար կներ, Հայաստանում ապրելը բարդ է, ես քանիցը սրա մասին խոսել եմ եթերում առաջին անգամ չէ որ բարձրաձայն ընդհանրապես Հայաստանը անհասկանալի հասկացողությունների չգրված օրենքների եւ այսպես սիրո եւ ատելության քարկապի երկիր է, որտեղ այնպիսի զարգացումներ կարող են ունենալ պահի տակ, որ դու զարմանաս, որ մի մարդու մեջ կարող է ամփոփված լինել եւ աստվածային կատարելությունը եւ սատանայական չարիքը մի մարդու մեջ։ Ես կյանքի բերումով շատ գիտեք, տարբեր նահանգներում եմ ապրել, տարբեր քաղաքներում եմ ապրել, տարբեր երկրներում եմ ապրել, ծնվել եմ ուրիշ տեղ, մեծացել եմ ուրիշ տեղ, 15 տարի Հայաստանում եմ ապրել, 15 տարի Ամերիկայում եմ ապրել, բան, տարբեր ձևաչափերով, ամեն տեղ լավն ու վատն եմ տեսել, ոչ մի տեղ իդեալական չի, բայց այս կարգի կտրուկ սոցիալական մտածողության տարբերություն ես ոչ միտեղ չեմ տեսել։ Մեր բոլոր դրական կողմերով հանդերձ, էլի ես իմ ժողովրդի ցավը տանեմ, ես հաճախ թերագնահատում եմ, բայց իմն է դրա համար թերագնահատում եմ։ Ես պորտուգալացու, ավստրիացու, գերմանացու հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում ունենամ, իմ ցավը իմ ժողովրդի նիստուկացի մեջ է, մտածելակերպի մեջ է, ընտրության մեջ է, քաղաքական հայացքների մեջ է, հոգևոր արժեքների մեջ է, կեղծ ինչ որ արժե համակարգերի մեջ եւ այսպես շարունակ։ Դրա համար մեկ-մեկ որ որոշ մարդիկ գանգատվում են, բան են անում, էս են անում, են անում, մի նեղ սրտեք ընկերներ։ Ընդհանրապես այտենց չգրված օրենք կա, չէ, յարեն տիրոջն ա ցավ տալիս։ Այս հայ մարդը իհարկե իմ ժողովրդի բաց թողումներն է ինձ ցավացնում։ Ուրիշի հետ ես գործ չունեմ, ուրիշի հետ գործ ունեմ այնքանով, որ ես ինչ որ մի գեղեցիկ ման դուրսը նկատում եմ, գործի բերումով գիտեք շատ հաճախ եմ արտերկրում լինում, երբ որ ինչ մի բան նկատում եմ, փորձում եմ դա բերել եւ ցույց տալ։ Ասենք փողերի հետ չի կապված իհարկե, որ ասես փող չունենք, ես չունենք, այն չունենք, ինչ որ մի վարքագիծ տեսնում եմ դուրսը, բերում եմ ու ասում, տեսեք, նայեք ոնց են արել։ Ավստրիայում էի անցյալ շաբաթ, ասենք Գերմանիայում էի կամ Միացյալ Նահանգներում եմ, տեսեք, ասում եմ, նայեք, այսպես բան արել։ Պարկինգների հարցը, հաճախ ենք խոսում սրա մասին։ Մեզ մոտ հիմա տարածված է Երևանում այդ տեղ պահելը։ Ասեցին լավ, բռնում են, էլ տարաներ չեն դնում պարկինգի մեջ, էլ չեն կարողանում պահել որոշ դեպքերում,
Հիմա էլ մեքենայով են տեղ պահում, ասենք 2 հատ մեքենայի տեղա, այդ մեքենան ունենց է կայանում, որ ընկերը գա, էսի մի քիչ առաջ տա, հետևը տեղ լինի կանգնի։ Հիմա ասում եմ, տեսեք, եթե դրա դեմ ուզում եք պայքարել, լոսուն ոնց է։ Հերո չենք, դա փողի հետ կապ չունի։ Գծան նմուշները, գծան նշումները, որ արած է, ավտոյի տեղերով արած, եթե այդ ավտոյի տեղից դուրս կանգնես, տիկետ կտա։ Գծած է տեղը, ոչ թե ընդհանուր պարկինգ է, գնացեք կանգնեք ով ոնց ուզում է, այլ նշումներով արած։ Ամեն մի մեքենան իր սայզով բաներ ունի, հա, տեղակայումներ ունի, որ կարողանա կանել։ Դա փողի հետ է կապված, չէ։ Նույնիսկ մտածես մի քիչ, ոնց անես, որ կռվի բան չլինի ու իրար կդանակահարեն։ Պարկինգի համար ինչքան եղավ վիճաբանություն, այդ որտեղից է գալիս։ Այդ վերին ատյանները չեն մտածում այդ ուղղությամբ։ Դրա համար դրսից ինչ որ մի լավ բան տեսնում ենք, փորձում ենք բերել եւ ներդնել մեր երկիր, ներկայացնել։ Ջեն բարևներ Ռաֆայել ջան, ճիշտ ասեցիք, անաստված են դարձել ցավո Գոհար Կարեյանն է ասում։ Բարև ձեզ տեկին Գոհար, բարի լույս Ռաֆայել ջան, Դավիթ Դերբենջյան իմ լավ ընկերը Դավիթ ջան, ողջույն, երեքո ուտելու հետ կապված մեսեջները ստացել եմ, եղբայր, քեզ good luck, երբ որ դրական արդյունքները շարունակվեն, եղբայր, կիսվի, ինձ էլ է պետք հաստատ այդ դրական փոփոխությունները, ինչի մասին չեմ ասի եթերում։ Բարևներ Վիտիեր քաղաքից Զաքար Գասպարյանն է ասում, հարգելի Զաքար, բարև ձեզ, ողջույններս Սիմոն Կիլոյանը, բարև ձեզ հարգելի Սիմոն, Գյումրիում մարդ սպանեցին դրա համար մի տարի առաջ Արգիշտին է հիշեցնում, այո հարգելի Արգիշտի, ես հիշեցի, այդ դեպքը հիշեցի, իհարկե, դրա համար ես հիմա չգիտեմ դրա դեմ ինչ-որ պայքարի ձև ինչ առաջարկեմ, դա մի բառով բարոյականություն մարդ պետք է ունենա, այլ դրա համար պետք չի, վայ ինքը դպրոց չի գնացել, չգիտի, չէ ընկերներ, բարոյական մարդ պիտի, մի քիչ բարոյականություն պիտի ունենա, որ կոթողին, էլի շուն պահի բան, ու գիտես ինչն է բան, նայ, ես վստահ եմ, եթե ես հիմա սրա մասին գրեմ, Facebook-ում ստատուս գրեմ, կգտնվեն հանգարց այն ստի կենթանապաշտպաններ կան, որ կյանքում մի հատ շան, մի հատ երշիկի կտոր չի տվե, կյանքում, բայց ինքը սենց տարածեք, թող մարդիկ տեսնեն, օգնեն, շունիկի, նազի, ասենց ինչ-որ բաներ ա գրում, դրան կհարցակվեն, բա կենթանիները մեր բանը պայմաններ ու կտանեն ամբողջ զրույցը բոլորովին այլ ուղղությամբ, ու դու չես կարող պայքարես, դրա այդ հարցակվողները լրիվ ուրիշ կոտեգորիայի մարդիկ են, կփաստեք ես երբեք երթերը չեմ օգտագործել թիրախավորելու համար, թեպետ հաճախ երեք էլ խոսեցինք Դերենիկի հետ այս թեմայի շուրջ, որ եթե մարդ ինչ-որ բան է լսում էր եթերում եւ դրա մասին ստատուս է անում, գրում է, խոսում է նրա մասին, որ բարձրացնում է մեր հաղորդման վարկանիշը եւ ավելի ճիշտ ընդգծում է, որ բարձր վարկանիշ ունենք, երկրորդը 8 տարի շարունակ եթե լսում են մեր եթերը եւ չեն հասկանում թե մեր ցավն ինչ ցավ է եւ մենք ուր ենք տանում լսարանը, ուրեմն այդ մարդիկ ունակ չեն ընդհանրապես հասկանալու ոչինչ, որովհետեւ մեր ամբողջ զրույցները, ամբողջ եթերները, ինչի մասին խոսել եմ, դա ամբողջ հիմնական եւ վերջնական նպատակը եղել է մի բան, մեր ժողովրդի մոտ քաղաքավարության, տոլերանտության, հանդուրժողականության մակարդակը բարձրացնել։ Այդ պաթոսացին, ստի այդ հայրենասիրական լոզունգները, բաները եւ այլն դնել մի կողմ եւ իրատեսություն լինի, իրատեսություն։ Բայց մենք ծուր երկրում ենք ապրում եւ ծուր երկրի ժառանգներ ենք։ Այսօր Facebook-ում ցանկացած մարդ, ով որ գրի Արարատը մեր լեռնասաղ թուրքերին պիտի սպանենք, բան ինքը կլինի հայրենասեր, իսկ մարդը որ ասի չէ մի րոպե ժողովուրդ ջան, մենք 200 տարի ինչ որ խնդիրների մեջ ենք շատ լուրջ ու ամեն անգամ երբ որ խոսել ենք մահ թուրքին, մեզ ցեղասպանել են, եկեք գոնե մի 100 տարի բրեյք վեկալենք, երկիր սարքենք, որովհետև այն ժամանակ գոռում էինք մահ թուրքին, որովհետև երկիր չունեինք։ Հիմա մենք ունենք երկիր, արի մեր երկիրը բրեյք անենք, աֆերիստ լինենք, բան ասենք, չէ, մենք երկխոսում ենք, ռոճա, մենք ամեն ինչ լավ, մի հատ երկիր սարքենք, որ մեր գյուղերում լինի ճանապարհ, որ մեր քաղաքում լինի շուրջօրյա ջրամատակարարում, որ մեր մայրաքաղաքում լուսավորությունը գիշերը 3-ին չանջատեն, որ մարդը որ ժամը 7-10 կամ 6:30 առավոտը արթնանում է, որպեսզի գնա աշխատանքի ջուր ունենա, լվացվի ճապորները, մաքրի անուշ երաստեսացներ, այդ է իմ բանը։ Ու բնականաբար այդ հարցեր բարձրաձայնողը հայրենասեր չի դառնում այդ ծուռ երկրի արժեհամակարգի մարդկանց մոտ։ Այս վերջերս է մեկը իմ նկարներ հրապարակել, վերջերս որն է 3 չի առաջի օրը
ու ես ընդունում եմ, ես հանրային մարդ եմ, 8 տարի մեդիայում, ռադիոյում, TV-ում եմ աշխատում, բնականաբար չեմ կարող բոլորի դուրը գալ, բայց որ տեսա իմ նկարը հրապարակել է մարդ, ում հետ ես 11 տարի ամեն օր աշխատել եմ, պատկերացնում ես, 11 տարի ամեն օր, ջանից բացի, ոչ մի բառ ինձնից չի լսել, երբեք, ես ընդհանրապես ով ինչ ճանաչում է գիտի, ես no conflict մարդ եմ։ Եթե հարցը կոնֆլիկտի է հասնում, ես չեմ շփվում այդ մարդու հետ, բայց իր հետ երբեք չի եղել տենց բան։ Ջանից բացի բառ չի լսել։ Վատ վիճակում է եղել շատ հաճախ, ֆինանսական, բարոյական, ընտանեկան եւ այլն, շատ ծանր վիճակներ ա եղել։ Թաքս հաշվելուց սկսած տվել եմ իրան բան, հաշվապահը։ Ասել եմ թո հաշվի, թո բան, $3000 ինձ վնաս տվեց, մի օր չգնացի, չասի, ապեր Էս ոնց եղավ այ ախպեր ջան, մարդիկ թաքսերը հաշվել են տալի պլյուսով են, դուք գալի մի բան ինձ գցեցիր կրակի մեջ, բան կյանքում չեմ ասել։ Նկարը սա դրա Facebook-ում ինչեր ա գրե դրա մասին, այ հիմա որ եթերում երբեք չեմ խոսա, երբեք անունը չեմ ասի, երբեք բնագավառը չեմ ասի, երբեք հիմնարկը չեմ ասի, որովհետև այդքան տարական բարոյականություն եմ։ Իսկ մարդը որ անբարոյ է իր այությամբ, իրան տես բաներ կարա թույլ տա։ Ես վստահ եմ սա եւս կգնա կհասնի, կարող է եւս մի նոր ֆոտոշարքանի ու գիտես ինչն է դարքիր դե ուղիղ եթերում ես չէ աշխատում, շարժվում ես վիդեոյում, ամեն մի ստոպ կադր անելուց մարդ միշտ այլանդակ ձևով է, չէ, երևում։ Ամենաայլանդակ ստոպ կադրը կանեն իբր Ռոջան, այն որ անեկդոտ կա, չէ, ասում ես քնեմ, կարտնանամ, կոյաղանամ, բայց դու ոնց ուռոդ էիր, սա կյանքը տենց ուռոդ կմնաց, հիմա իրանն է։ Իմ նկարները Ալեն Դելոնը չեմ, բայց հաստատ տենց ուռոդ չեմ։ Այդ որ նկարները դրել ես տենց բաներ ես գրե։ Ով չգիտի, ասենք ինձ կամ իմ գործունեությունը կամ ասենք ոնց կարելի է։ Մի անգամ էլ տենց խնդիր եղավ։ Միշտ զարմացել եմ գործընկեր կոչված մարդկանց վրա, որ կարելի է զանգել, եթե հարց կա։ Մանավանդ կյանքում որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, հետո իմացա ինչ որ հոսանքների մեջ է անգե, ինչ որ քաղաքական հայացքներ ա իր մոտ փոխվել եւ այլն։ Ազատ երկրում ենք ապրում։ Ամերիկա, God bless America։ 1000 հայացք ունեցեք, 1000 ձևաչափ ունեցեք, բայց տարական մարդկային շփումները գոնե պայք այ անաստվածներ։ Մի խոսքով Ժորժ ջան, էսի սենց։ Հիմա ինչ ունենք օրակարգում, մի քանի կետեր եմ առանձնացրել այսօր մեր Նոր Հայաստանի եթերում էլ վիզաների ազատականացման ծրագրի մասին եմ խոսել, թաթվածը։ Գիտեք, Տիկին Կոսն էր Հայաստանում, Մարտակոսը, ով բավականին բարձր ներկայացուցիչ է Եվրոմիության, շատ կարևոր հարցեր էին քննարկում, կարևորներից մեկը գոնե ինձ համար ենթադրում եմ վիզաների ազատականացման հարցն է, եւ մենք մոտ ենք առավել քան երբևէ։ Լոսի հիմա մեր լսող հայրենակիցները գուցե լավ չեն պատկերացնում, բայց Հայաստանում վիզաները բավականին գլխացավանք են դեռ, Շենգեն վիզաների մասին է խոսքը։ Մի շարք լոքոստերներ կան, եկել են բավականին մաչելի գներով Հայաստան, բավականին հարմար գներով թռնում են 30 եվրոյով, 19 եվրոյով, նայած, շատ մաչելի, այսինքն ավելի մաչելի, քան գնաց Կապան կամ Գյումրի։ Եվ այս լոքոստերների համար իհարկե խոչընդոտ է մեծ վիզաները, որովհետև ոչ բոլորն են, որ կարող են ստանալ վիզա։ Աշխատանքի տեղեկանք, աշխատավարձի թուղթ, bank statements, չգիտեմ, անշարժ գույք ունես, չունես, դեսպանատանը տեղ կա, թե տեղ չկա, որովհետև շատ մեծ հոս կա, 600%-ով ավելացել է դեսպանատուն դիմելու թիվը։ Այս ֆանտաստիկ մի հատ թիվ է, ու ինչքան էլ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ասեն, որ արտագաղթում են, բան ընկերներ չեն արտագաղթում, շարժն է շատ մեծացել եւ մարդիկ, ովքեր զվարթնոտ օդանավակայանում լինում են, կտեսնեն, թե ինչ ծավալի հոսք է, ինչ ծավալի գնալ գալ է, եւ դա հասարակության առողջացման ամենակարևոր ճյուղերից մեկն է, ու ես եթե մի բանի համար երջանիկ եմ հայկական այսօրվա իրականության մեջ, ապա դա անկասկած այս ազատ գնալ գալու բանն է, որովհետև մինչև այն քարթ ու այն ամեր անուշ եղբայրը, ինչպես ասում են, մինչև չգնա Միլան, մինչև մի հատ չգնա Հռոմ կամ եվրոպական, մի հատ չգնա Փարիզ, թեկուզ եւ ինքը չի գնալու Մոլեն Ռուժ, ինքը չի գնալու Տրևի շատրվանի մոտ կամ չի գնալու դեղ Մադյամ Տյուսոյի թանգարան կամ Ռաֆայել Սանտիի կտավներն նայելու եւ Միքելանջելո պիտի նայի, անգամ եթե նա քայլի փողոցներով
Իտալիայի, Ֆլորենցիայի, հա, Միլանի կամ մեկ այլ քաղաքակրթության մայրաքաղաքներից մեկի բան, իր մոտ ինչ որ բան կփոխվի։ Ես վստահ եմ դրանում, ես քանի անգամ ասել եմ, ընդհանրապես մեզ մոտ Հայաստանում, Երևանում պիտի այդ պատժի տեսակներից մեկը լինի, փողոցում քիթը դատարկեց, պետք չի 5000 դրամ տուգանել այդ մարդուն։ Փողոցում բռնեց, չոր հիմար անշնորհք մի բան արեց, իրան պետք չի 10000 դրամ տուգանել կամ փողոցը անցավ անպարկեշտ տեղում, անթույլատրելի տեղում, պետք չի 20000 դրամ ակտավորել։ Այդ մարդուն պարտադիր պայման, ասենք ինքը պիտի 6 ժամ այս շաբաթվա մեջ գնա պատկերասրահ։ Ինքը պարտադիր պիտի, չգիտեմ, 3 օրվա կուրս անցնի Մատենադարանում, պիտի գնա կտավները ճանաչելու։ Ինքը պիտի դա է փոխելու մեր հասարակը։ 10000-ը եմ ասում 100,000-ը կտակը շպրտի այդ բարեկի քիթ բերնին, կասի 6 անգամ կանցնեմ, տենց եղել է։ Տենց հայտնի պատմություն կա։ Մարմնավաճառներին 5000 դրամ տուգանեցին, հանեց 50000 տվեց, ասեց այս շաբաթ իմ մոտ չգաս։ Հիմա այդ է մեր նիստուկացը մեր երկրի դա է։ Մեզ մոտ պիտի բարձրանա կրթական մակարդակը։ Կրթությունը տարաճանաչության մասին չի խոսքը, դպրոցի մասին չի խոսքը։ Այդ, որ ասում եմ, ցայտ աղբյուրի վրա չտանեն տանը բանին շանը բնական կարիքները հոգալ տան։ Այդ level-ի բարձրացման համար է պետք։ Անպայման ու ԿԳՄՍ-ն տենց բան կընդունի, արդյոք ես եթերում 1000 անգամ խոսել եմ, կապեր կան, այդ օղակներով եմ իրանց ասել եւ այլն։ Սա շատ ճիշտ բան կլինի իմ կարծիքով։ Պատիժ բառն էլ չեմ ուզում ասել, բայց մարդկանց այո, ավելի կկոշտացնի, կցավացնի այդ չոր պատկերասրահ գնալը 10 ժամ ընտեղ անցկացնելը, քան թե 10000 դրամ տուգանելը։ Բայց ինչև է դա իմ կարծիքն է։ Գնանք առաջ, տեսնեմ ինչեր ունեք։ Հա, վիզաների ազատականացումը։ Այդ տիկին կոսը եկել է, քննարկում են եւ այլն, եւ մենք պիտի հաշվի նստենք փոփոխությունների հետ, որ տեղի է ունենում մեր երկրում։ Դա ամենակարևոր հանգամանքն է, որ տիկին Կոստը տողերի տակ դա լսացրեց, այսպես ասենք, մեզ ասեց, որ տնտեսական վիճակը պետք է հաշվի առնենք, ժողովրդավարության վիճակը պիտի հաշվի առնենք, այնպես չլինի, որ վիզան հանեն, Հայաստանը դատարկվի գնան հանձնվեն Կարմիր խաչ, Գիտլեր, կապուտ։ Այդպիսի բաներ որ չլինի, բայց լավատեսականը որն է, որ ասում է, որ ձեր կատարած աշխատանքները, դե Փաշինյանին է ասում, բանի հետ է Տիկին Արփինե Սարգսյանի հետ էլ հանդիպեց, բան ասեց, ձեր աշխատանքները, որ կատարում եք այդ ուղղությամբ, մենք գնահատում ենք գերազանց։ Մարդը բառացիորեն ասեց, գերազանց։ Հիմա, եթե գերազանց, օքեյ, մենք շնորհակալ ենք, շատ ուրախ ենք, որ գերազանց է։ Պիտի հաշվենք մյուս երկրների պարագայում, որքան է տևել այդ ազատականացման process-ը։ Այստեղ է, որ առանձնապես ոգևորիչ չեն թվերը։ Ամենաարագ տարբերակը, որ եղել է ազատականացում հետ խորհրդային երկրների մասին է խոսքը, դա Մոլդովայի օրինակն է։ Տևել է 4 տարի։ 4 տարի։ 4 տարի մարդիկ գնացել են այդ ուղղությամբ եւ հիմա հասել են այն կետին, որ վիզան ազատ է, մարդիկ Մոլդովայի անձնագիրը ձեռքներին, տոմսը գնում են եւ կասեք դե Եվրոպայա, մոտիկա, Ռումինիային կպած է եւ այլն Հայաստանի հետ մի համեմատի։ Ինքներ համեմատում եմ, որովհետեւ տնտեսական առումով ժողովրդավարական առումներով, դեմոկրատիայի առումներով Հայաստանը շատ ավելի լավ դիրքերում է, գուցե եւ զարմանաք, բայց Հայաստանը շատ ավելի լավ դիրքերում է։ Ասեմ ավելին, հիմա արդեն որ տարածքային պահանջները իրար հետ չկա, Մոլդովան դեռ ունի մեծ Դնեստրյան, այդ Պրիդնիստրովիա կոչված է, ինքը դեռ ունի, ինքը իր սահմաններին ահավոր անջատողական ուժեր ունի, պրոռուսական զորքեր ունի, Հայաստանի պարագայում մենք այդ բանը չունենք ոնց որ արդեն։ Եվ դրա համար այդ առումով էլ չեմ համեմատում, բայց իրանց պարագայում տևել է 4 տարի։ Վրաստանը վատ օրինակ չի, 5 տարի է տևել Վրաստանի օրինակով։ Ամենաերկարը դա Ուկրաինայի օրինակն է, 17 թվական, 10 թվին սկսեցին, 17 թվականին ուժի մեջ մտավ վիզայի ազատականացմանը։ Հիմա ես այսպես եմ մտածում, եթե բարձրաստիճան եվրոպական ղեկավարները ասում են, որ գերազանց է Հայաստանը գործել, ուրեմն եկեք լավ օրինակը վերցնենք 4 տարի։ 4 տարի։ Մոլդովան։ Մենք էլ ենք 4 տարվա ման գնալու, այսինքն հույս ունենք պաշտոնական գործառույթը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերի 9-ին,
ուստի ենթադրում եմ, որ 6-ը, 7-ը, 8-ը, 9-ը մինչև այս տասնամյակի ավարտը, այսինքն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացին կապույտ անձնագրերը ձեռքին կարողանա մեկնել Շենգենյան գոտի առանց այս թղթաբանության, ինչպես ասում են։ Հիմա կասեն արա դե 5 տարի բան 5 տարին ընկերներ, ինչ է որ 18 թվականի դեպքերը կարծես 3 լիներ։ Անցել է 7-8 տարի, չէ՞։ Որտեղ 3 լիներ։ Կամ չգիտեմ, ես վերջ ես մարտի 1-ն էին խոսում, ասում 18 տարի անցել, աստված իմ 18 տարի մարտի 1-ից անցել է։ 5 տարին դուք հասկանում եք, բայց ինչ փոփոխության մասին է խոսքը, որ մենք մեր անձնագրով գնում ենք Եվրոպա գալիս ենք։ Տոմսը առար 20 եվրոյով թրար գնացիր եկար։ Բաներ կա, կետեր կա, որոնք անհանգստացնում են, իհարկե կան։ Ասենք Վրաստանի օրինակ, գիտեք, Վրաստանի հետ հանեցին եւ Վրաստանը Եվրոպայի հետ լարված հարաբերություններ ունի։ Հիմա հասկանալի պատճառներով, որովհետեւ ռուսական վեկտորը էլի եկավ, ռուսական օլիգարխները եկան, մի խոսքով շրջադարձ տեղի ունեցավ այնտեղ ընտրություններում եւ արդյոք դա մեզ սպառնում է, չգիտեմ, տեսնենք, սպառնալը սպառնում է, բայց տեսնենք թե ինչ որոշում կկայացնի ժողովուրդը։ Ես մի հոդված էի գրել Facebook-ում դրա մասին էլի անդիմադդմիկներ, անդիմադիրներ եւ առողջ ուժեր եւ ոչ այդքան չհասկացան, գրել է հետեւյալը, շատ մեծ չի ընթերցում եմ։ Ուրեմն Միացյալ Նահանգների ազգային հետախուզությունը հրապարակել է սպառնալիքների տարեկան գնահատում զեկույցը, որում անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։ Սա նախաբանն է, որը բառացիորեն հրապարակային տեքստն է, այսինքն ես ինչ-որ բան չեմ հորինել։ Այնտեղ նշվում է, որ 25 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրներին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր եւ նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Այս էլի զեկույցի մեջ է գրած, իմ խոսքերը չեն։ Իդեպ այստեղ արդեն ես եմ սկսում։ Արդարության համար ասեմ, որ որոշ Կ տեսակի լրագրողներ շրջանառում են Ալիևի տեսանյութերը, որտեղ Ալիևը խոսում է սպառնալիքների լեզվով եւ ծավալապաշտական նկարտումներով։ Հիմա ստե մի քիչ բացատրեմ։ Դուք եք երևի տեսել Facebook-ում էլ հիմա շատ ակտիվ 20 թվականի պատերազմից հետո, այն որ միջազգային տարբեր լրագրողներ եկել են վեր են ընկել, սպիտակ գույնի մարմարից սիրա այդ դահլիճն է, Ալիևն էլ է դեղ նստած են, որ ճոռված կներեք էս ժարգոնի համար, բառացիորեն լազված, այդ կեղտոտ բառամթերքով հահահիհի բեղերի տակից ինչ ասես ասում էր։ Նոր բանը նոյեմբերի 9-ից հետո ամենայն վատ շրջանն այն որ թուրը ոնց ասես կտրում է, ինչ ասես ասում է։ Հիմա այդ տեսանյութի հատվածները կտրում են եւ տարածում են իբրև տեսեք ինչա ասում հիմա։ Ես այդտեղ բացատրում եմ, ասում եմ, բայց այդ տեսանյութերը ունեն առնվազն մի քանի տարվա պատմություն եւ դա փաստ է։ Ու մեկ այլ փաստը նաեւ այնն է, որ օգոստոսի 8-ից հետո, Սպիտակ տանից հետո, Ալիևի բառամթերքն ու հռետորաբանությունը ոչ թե էապես, այլ ամբողջապես փոխվել է։ Եվ դա էլ է փաստ։ Հիմա կարակ չհամաձայնեք, կարակ ասեք, չէ, նա ինչ ասե, բայց այդ տեսանյութերը, որ դուք հրապարակեք, որը ցույց տաք, առնվազն մի քանի տարվա վաղեմության է։ Հիմա փաստացի ինչի չեք ասում, որ ասում խաղաղությունը, ինչի չեք ասում, որ տարածքային պահանջ այլևս չունի, ինչի չեք ասում, որ խաղաղությունը հավիտենական է եւ բանա, մենք իրար հետ արդեն փաստաթղթեր ստորագրած ունենք եւ ես Ամերիկային կանարգեմ, եթե որևէ գործառույթներ իրականացնեմ ռազմական եւ ոչ միայն բան։ Բայց այդ տեսանյութերը ինչի չեք հրապարակում։ Ձեր շահերից չի բխում, չէ՞, որտեղ պետք է ասել հակառակը։ Ալիևը ասում է, որ Սյունիքը գրավելու ենք, Զանգեզուրի Միջանցքին գրավելու։ Մարդը արդեն հռետորաբանությունը փոխել է, ասում է Զանգեզուրի Միջանցքը դա մեծ ճանապարհ է, որի մի մաս է կազմում թրիփը։ Բայց խոսույթի փոփոխության հետ հաշվի ինչի չեք նստում, եթե ազնիվ մարդիկ եք։ Ասեք, որ առաջ Սյունիքին ասում էր Զանգեզուրի Միջանցք։ Հիմա ասում է Զանգեզուրի Միջանցքը այդ իրանց թուրքական այդ ճանապարհն է, Ստամբուլից մինչև Կենտրոնական Ասիային գնում, ուր են գնում, ուզում են դու գնան։ Որի մի մասը, որը անցնում է Հայաստանի հարավով, դա կոչվում է թրիփ։ Բայց այդ ինչի չեք ասում, բայց էական ձեռքբերում է դա։ Բակարար չլիներ, թրիփ չլիներ, ամերիկյան բան չլիներ, գային գրավեին աստեին, դուք էի գալու պահեիք։
ընդդիմադդմիկներ եւ ոչ միայն։ Հիմա Միացյալ Նահանգների սպառնալիքների տարեկան զեկույցում Հարավային Կովկասը ներկայացվում է որպես միջանկյալ կայունության փուլում գտնվող խիստ զգայուն տարածաշրջան։ Վերի դարերով այդպես նոր բան չի։ Այն շարունակում է մնալ կախված բազմաթիվ փոփոխություններից, ինչպես ներքին քաղաքական զարգացումներից, այնպես էլ գլոբալ ուժերի մրցակցությունից։ Այս ամբողջի համատեքստում էական է նաև ներհայաստանյան քաղաքական վեկտորի հարցը, որը կարմիր տառերով ամեն տեղ գնում է։ Ներհայաստանյան դրվածքը։ Այս երկիրը բռնապետություն է, այս երկիրը ժողովրդավարություն է, այս երկիրը թեոկրատիա է, այս երկիրը ավտորիտարիա է, ինչ է այս երկիրը։ Դա շատ կարևոր է Ամերիկայի համար։ Գոնե այս տարածաշրջանում հիմա Միացյալ Նահանգները հազար հատ բռնապետությունների հետ է աշխատում։ Սաուդյան Արաբիայի հետ աշխատում, իր դաշնակիցն է, հետ ժողովրդավար երկիր չի, չէ՞։ Դե Ղարաբաղյան Միացյալ Էմիրությունների հետ է աշխատում, շատ լավ դաշնակից են, բազաներ ունեն, հետ ժողովրդավար երկիր չի։ Քաթարի հետ է աշխատում, բայց այդ վերահսկելի բաներ են։ Այս շատ ընկերներ ունեմ, ովքեր ասում են Իրանին խփես, տես, Իրանը ժողովրդավարություն չէր, բայց Սաուդյան Արաբիան Ամերիկայի դաշնակիցն է։ Ասեմ Ժորժ ջան, իհարկե քաղաքականության մեջ ընկերներ բառը շատ հարաբերական հասկացողություն է, շատ վատ է, որ տես տարական մակերեսային գիտելիքներ ունի քաղաքականության հետ կապված, եւ երկրորդը Սաուդյան Արաբիան եթե հանկարծ սկսեր ասել, որ ես ատոմային զենք եմ սարքում եւ այդ ատոմային զենքը օգտագործելու եմ Ամերիկայի տարածաշրջանում համար 1 դաշնակցի վրա գցելով, դու գիտեք որ երկրի մասն եմ խոսում, այդ ժամանակ գուցե հասկանայիք, որ Միացյալ Նահանգները մի քիչ ուրիշ ձևաչափ կարող է ունենա։ Այդ պարզից էլ պարզ բան է։ Ամերիկայի քաղաքականությունը հետեւյալն է, իմ դաշնակիցներից մի կպի։ Հիմա մենք փորձում ենք դառնալ դաշնակից։ Մեր ձևով, մեր խեղճուկրակ ձևով, ես հասկանում եմ, որ մենք այդ մերձավոր արևելյան մի հատ երկիր կա, շատ փոքր, տափած։ Մենք դրանց հետ ոտ չեն կարող գցենք, ես հասկանում եմ դա, լրիվ հասկանում եմ, ու այդտեղ մենք էլ մեր մեղքի բաժինը ունենք, որովհետև ժամանակին, երբ որ պիտի ուրիշ ձև անենք, չարեցինք, բայց պատմությունը եղած է։ Հիմա մենք փորձում ենք գոնե դասեր քաղել դրանից։ Գոնենք փորձենք հասկանանք, որ օգնության մեկնած ձեռքը պիտի բռնել։ Մեզ այդ նույն ձեռքը 100 տարի առաջ օգնության ձեռք մեկնեց։ 100 տարի առաջ Ամերիկան հաղթող նախագահի մակարդակով, որ աշխարհի տերն էր, Վիլսոնի պես նախագահ, այդ Ռուզվելտ Վիլսոն, այդ երկու նախագահների մասշտաբը ոչ Տրամփն է, ոչ, չգիտեմ, Օբաման է, ոչ մեկ, այդ մակարդակի աշխարհամարտերի հաղթող երկրի նախագահը գծեց քարտեզ, տվեց քարտեզը, գրեց, եմ ասում, կնքեց իր պեչատով ու ասեց, «Էս Հայաստանը»։ Ցեղասպանությունից 4 տարի անց։ Մենք որ նայ ընդ վերանում ենք, ընդ մեկ ասում հսկայական երկիր ծովով տալիս է քեզ։ Մենք հանձնվեցինք բոլշևիկներին, չէ։ Էս լավ ժողովուրդ է, լավ բան։ Գիտեք ինչ եղավ։ Անցավ ուղիղ 100 տարի։ Ուղիղ 100 տարի։ Ամերիկան էլի գալիս է։ Էլի ասում են, «Այն վաղտես հող էի տվեց, չուզեցի, տես ինչ եղավ քո հետ»։ Հիմա էս էլ չի լինելու։ Էս էլ չի լինելու։ Չես ուզում ես գամ 100 տարի կանգնեմ ստեղ, դրոշը սենց բարձրացնեմ ու որ սենց կանգնում են, այս սենց կանգնած սիրուն բան, չես ուզում, դու գիտես, ես ոչ քո կարիք ունեմ, Թուրքիան իմ դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի երկրորդ ուժն է, եւ վերջը ես կարամ Ադրբեջանի հետ ավելի սերտացնեմ իմ հարաբերությունները, նայի, դու գիտես, բա մենք մեր ձեռից դա բաց թողեինք։ Ընդհանրապես ես կարծում եմ մենք ընդհանրապես չենք էլ գիտակցում թե ինչ կատարվեց մեր հետ։ Ես չեմ հիանում, ասում վայ, վсё փրկված ենք, չէ, ընկերներ, ամեն ինչը կախված է թե ինչ ժողովուրդ է ստեղ ապրում, ինչ մտքի տեր մարդիկ են ստեղ ապրում, ինչ արժե համակարգի տեր մարդիկ են ապրում։ Ամեն ինչի հիմքը արժե համակարգն է, դա պարզից էլ պարզ է։ Որտեվ կարող է լինել շատ կիրթ անձնավորություն, բայց ահավոր արժե համակարգով եւ տականք լինել էությամբ։ Այսինքն կիրթ լինելը, լավ կրթություն ունենալը դա արժե համակարգի բարձր նշաձողի երաշխիք չէ, ամենևին։ Բայց այս պարագայում ինչ որ կատարվեց
մեր ժողովրդի հետ, մեր վայ նախկին ղեկավարների, որ ամեն ինչ արեցին բացառապես սեփական տեղն ու ցեղի բարեկեցությունը ապահովելու համար, սա հրաշք է, որ տեղի ունեցավ մեզ հետ, որտեղ մենք այնպիսի աղետների մեջով էինք անցել եւ մեր երկրի տերերը այնպիսի բարբարոսություններ են գործել սեփական երկրի ու պետության նկատմամբ, որ մենք որպես պետություն կարայինք ուղղակի չլինենք։ Ես դրանում վստահ եմ, ես համակարգի հետ առնչվել եմ, ես տեսել եմ տոտալ կոռուպցիա։ Դիպլոմ ես ուզում առնենք, մասնագիտություն ես ուզում առնենք, բարձրաստիճան մարզպետ ու քաղաքապետ ու բան դիսերտացիաներ էին առնում, գնում պաշտպանում էին, որ կոչվեին դոկտոր պրոֆեսոր, ինչների տեր պետք։ Հիշում եք, մեկը մարզպետ էր, մեկը քաղաքապետ էր։ Անունները չեմ տալի, Աստված իրանց հետ, որ լրագրողներին թույլ չտվեցին գնալ եւ ատենախոսությունը լուսաբանել, հետո էլ իրանց այդ շներին քսի տվեցին լրագրողների վրա, մի քանիսին էլ ծեծեցին, լարեցին։ Բա դու դիսերտացիա ես պաշտպանում, դրանից հաճելի բան, բա ցույց տու գիտելիքները, թող գան, թող նկարեն։ Այսօր ասում է բանա Փաշինյանը խոսքի ազատությունն է սահմանափակում, որ թողմախի մհերը հելնում էր, ասում էր փշտ, այդ կադրերը կա YouTube-ում, երեսները բան արակա լազվեցիկ, թե որ գեներալ Մանվելը լրագրողները դուրս գալուց ասում էր հետևների թերթով ձեռ եմ տալու աղջիկի, մի հատ տղա մեջ չկար, որ 7:40 տեղում աներ վերջանար գնար, դու շոնկեկի պատմությունն է գոնե չիմանայինք, այդ չէր ձեր խոսքի ազատությունը, քանի մեդիա փակվեց, քանի լրագրող սպանվեց բառացիորեն, քանի բարձրաստիճան լրագրողների գործունեություն կասեցվեց, քանի օքի փախավ երկրից։ Նվեր մնացականը կես բառ եթերում ասեց, եթերից հանիք լարիկ, թե չէ չգիտենք, որ տենց ա եղել, որ մեկի անունը տամ, թե որ ծրարը պեչատած նախագահականից հաստատած բերում էին տալիս էին, սա կարելի է եթերում ասել, սա չէ։ Գոնե անենց մարդիկ այն երեք Պետրոսի հյուրը բաննա, Գեղամ Մանուկյանն է։ Ես ասել եմ, ես Գեղամ Մանուկյանի հետ աշխատել եմ, ես այո, մեղք ունեմ տենց, ես երկիր մեդիայում մի քանի ամիս աշխատել եմ, նոր հեռուստատեսություն էի մտնում, դաշնակների ալիք էի ընկել ու ես տեսանդ ինչա կատարվում, բայց ես անձամբ Գեղամ Մանուկյանից ոչ մի վատ բան չեմ տեսել, ես էլի չեմ կարա ուրանամ, չեմ կարա խափեմ, ոչ մի վատ բան չեմ տեսել, անգամ վերջի օրը, երբ որ աշխատանքից հեռանում էի, մոտեցած Գեղամ ջան, աշխատավարձի հարցերը բան, բարձացա վերև, Դավիթ Հակոբյանն էր տնօրենը, փողը քաշով մինչև վերջի կոպեկը մուծել են, ես դուրս եմ եկել, ես չեմ կարա դա ուրանամ, դրա մեջ վատ բան իրանց ասին գոնե այդ ժամանակի մասին չեմ կարա ինձ թույլ տամ ասեմ, բայց հյուրն էր Պետրոսի մոտ Գեղամ Մանուկյանը։ Մի հատ նայեք այդ հարցազրույցը, նախ դա հարցազրույցը մենախոսություն էր, հարցը նման, կարակ Պետրոսին չսիրեք, կարակ ասեք իշխանամետաբան, ձեր իրավունքն է, ինչ ուզում եք ասեք, բայց հարցը նման, ասում է Քոչյանի ժամանակ ընտրությունները կեղծվում էին, պատմում է Եզանգեղից, լալալու, ես բան, պատմեց, ասում է օքեյ, լրագրողները խոշտանգվում էին Ռոբերտ Քոչյանի օրոք, էլի, այդ հարցին պատասխան ու գնաց, եղբայր խոշտանգվելը որն է, Սիլվա Ապուտիկյանը ոտանավոր ունի չփխելու մասին, նվիրված Ռոբերտ Քոչարյանին, այսինքն ամենայն հայոց բանաստեղծուհին կեղտի կտորները դրանք էին, բայց դա չի կարևոր, այդ կորավ այդ բանը, բանաստեղծությունները, որտեղ է լինեն, որ գերեզմաններում ձեր դատավճռին լինելու եմ ներկա։ Տերեզ Աբուջյան, բարի օր Զապարոժից, բարև ձեզ։ Լրիվ մենախոսություն էր Սիրանուշ Ստեփանյանը ասում, դե այտենց է կա։ Բարև Ռաֆայել ջան, շնորհակալություն քեզ, որ այդ բարի կիրթ սրտացավ հայրենասեր, առողջ մտածելակերպով դաստիարակված, շնորհալի երիտասարդ ես։ Էս ինչ ասեցիք հարգելի Սյուզաննա Տիկին Սյուզաննա, շնորհակալ եմ։ Ահա, դու ստեղ լավ, այնպես ջերմ բաներ եք ասում, անամոթություն է, որ եթերում կարդամ իմ մասին, շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, բայց եթերում եկեք չկարդամ, շնորհակալ եմ։ Թիֆլիսից եմ եղբայր, բայց հոգով, սրտով Հայաստանում եմ, Ռաիսա Արությունյան, դե շատ լավ է, հարգելի Տիկին Ռաիսա Արությունյան, Թիֆլիս մեր ընտիր քաղաքներից մեկն է հայկականության հետքով, Թիֆլիսը շատ լուրջ քաղաք է, ընդհանրապես Ժորժյան վիրահայոց թեմը իմ կարծիքով շատ լուրջ ասելիք ունի, շատ ցավում եմ, որ շատ քիչ է ներկայացված, անկեղծ։
Վրաստանի մեր հայրենակիցները մանավանդ այն հին արմատներով ճավախքից բանից, մանավանդ Թիֆլիսի իմ կարծիքով ունենց ասելիք կունենային, որովհետև այդտեղ այդ ազնվականության ռուսերեն այդ բառը հայերեն չգիտեմ, ստержենյը ոնց են ասում հայերեն, ջիղ են ասում, թե որ ասես մեջը կա այդ ազնվականության բան կա, քայլվածքի մեջ կա, լեզվամտածողության մեջ կա հաստատ։ Կարող էին շատ ավելին։ Ընդհանրապես այս նախընտրական փուլում հերթական անգամ ցույց է տալիս կամ արտահայտվում է հետևյալ կերպ. ինչու են մեզ մոտ միշտ ռուսական ուժեր։ Լուրջ, լավն են, վատն են, էդի ուրիշ հարց է։ Եղբայր, ո՞նց է ստացվում, որ մեզ մոտ պայքարի մեջ են ռուսական ուժեր։ Այդ շատ բան է ասում։ Ուր են բա մեր ոչ ռուսական ուժերը։ Ահա։ Այստեղ հարց է առաջանում։ Մեր միլիարդատեր հայերը, ովքեր Գլենդելի քաղաքապետի ընտրությանը բրդում են միլիոններ են ծախսում, մեկը քրոջն է տանում, մեկը կնգան է տանում, մեկը եսիմում է տանում եւ այլն բան։ Բա մեր հայաստանյան process-ների մեջ ինչի չկան։ Ինչի են բա թողե մեզ ռուսի դեմ։ Բա հայրենասիրություն եք խոսում, ավանդական գուսակցություններ, բա խեք մեզ թողե մենակ։ Հարց եմ տալիս, այն օրը եթերում ասացի, էլի ոմանք նեղացան, շոչա, մի նեղացեք։ Ինչ հիշում եմ ռուսները բերում են սամալյոտով բերում են 80,000 հատ բերում են։ Տղեկ, եթե այդքան չկաք, որ ձեր երկիրը, ասում եմ, սա դրսում, Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում եւ ժողովրդավարական երկրներում ապրող մեր հայրենակիցներին։ Եթե դուք այդքան, էլի, թուղթ թանակ ունեցող, հասկանում եմ։ Եթե ձեր երկիրը $1,500-2,000 չարժի, որ դուք տոմս առնեք գա քվեարկեք, ձեր խղճով, չեմ ասում ում օգտին, ձեր խղճով, ուրեմն լավ են անում։ Լավ են անում։ Գնում եք Վեգաս, մի 10,000 գմփզնում եք, չէ՞ մի օրվա մեջ։ Եթե ոչ 20, եթե ոչ 30, ամեն մեկը մի ձև, բայց երկրի լինել չլինելու հարց է։ Բա ռուսները բերում են։ Okay, Ամերիկայից ոչ ոք չի կարում բերի։ Ամեն մեկը։ Այն որ կենաց ենք ասում, ֆոնդերին փող եք ուղարկում, մի ուղարկեք ֆոնդին փող։ Մի ուղարկեք այդ ֆոնդին փող։ Ես ընկերներ ունեմ, ասում եմ, ամեն ֆոնդին պիտի այդ $365 տամ, ամեն օրս $1 Հայաստանից համար աշխատել եմ, փառք ու պատիվ։ Բայց տղեկ, եկեք։ Ընտրության համար եկեք մի օր եկեք։ Հայաստանը, այն որ ասում եմ, ձեր կարիք ունի, այս է դա։ Ժողովրդավարության համը զգացած մարդիկ, ովքեր ապրում են ժողովրդավար երկրում եւ ունեն քվեարկելու իրավունք, հայկական անձնագիր եւ թղթաբանությունը իրանց թույլ է տալի երկրից բացակալ, ես հասկանում եմ դա, որ մարդիկ կամ չեն կարող դուրս գան եւ այլն։ Բան էլի։ Բա պիտի գան, բա ինչ պիտի անեք։ Էսա։ Ինչ ունեմ այստեղ։ Խելացի մեր Ռաֆայել ջան, Աննա Ալոյանն է ասում։ Բարև ձեզ, հարգելի Աննա, շնորհակալ եմ ջեն խոսքերի համար։ Չեբաքսարից ողջույններ, ողջույն։ Մյունխենից բարևներ Գրետա Ազարյանն է արում, բարև ձեզ։ Աննա Եղանը, վաղ մի քիչ պատմեք Սիլվա Կապուտիկյանի մասին, էլի, ինչ խնդրում եմ, չեմ պատմի, որովհետև մի անգամ ծավալուն խոսել եմ դրա շուրջ, ինչու ես չեմ սիրում, ես իրավունք ունեմ, չէ՞։ Ինչպես կարելի է չսիրել, հենց տենց, շատ սովորական մեղմ ասած չեմ սիրում, ուրիշ բառեր չեմ կարող եթերից դուրս ասեմ։ Այն մարդիկ, այն մտավորականները, ովքեր արժեքներ են դրե մարդկանց մեջ, հետո ուրացել են այդ արժեքները։ Ուրմակ ասեմ, Ղարաբաղի մասն եմ խոսում, Ղարաբաղի մասին չեմ խոսում։ Սիլվա Կապուտիկյանը որպես լուրջ մտավորական համբավ վայելող կին, առաջիններից մեկն էր, մի օրինակ եմ պատում, առաջիններից մեկն էր, ամենաակնառուներից մեկն էր եւ գուցե ամենամտավորականների շրջանում ամենածանրակշիռներից մեկն էր, ով որ նպաստեց, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Լևոնի տապալումը։ Ճիշտ է, ասեք դե Վազգեններ առաջինը բան, հայց մտավորականներից եմ խոսում։ Շամպանսկի էին խմում Բաղրամյանի վրա, որ Լևոնը հրաժարական տվեց, որ Քոչարյանը եկավ իշխանության։ Հետո երբ որ ջարդու փշուր արեց Քոչարյանը անդիմադ դդմիկներին,
որտեղ ընդդիմադիրները լուրջ մարդիկ են, իսկ ընդդիմադդմիկները սենց ֆուֆլիկ-մուֆլիկ։ Այս ֆուֆլիկ-մուֆլիկներին, որ տանգերով ծրին ասին հրադեղեք, ոտանավոր գրեց սիլոս, ոտանավոր գրեց, ասեց Մեսրոպ Մաշտոցի մեդալը հետ տվեց, ասեց որտեղ է լինես, որ գերեզմաններում քո դատավճրին լինելու եմ ներկա։ Էդ հիմա մտավորականն է։ Բա դու քծիր կրակը, ճոց։ Դու չքծիր կրակը այս խիղճ ժողովրդին։ Հեսա գիտեմ, հեսա ազգուտակը գրելու է, այս հատվածները վերցնելու են, տարածելու են, բան, ում ուզում եք տարածեք։ Եթե մտավորականը չի կարողանում, չեմ ասում է 10 տարի։ Եթե մտավորականը 3 տարի առաջ չի տենում, եթե մտավորականը 3 տարի չի տեսնում ինչ ուժեր է բերում, ինչ ուժերի կողքն է կանգնում, էդ մտավորական չէ, դա մեր հարևան վաղոն է։ Մեր հարևան վաղոն է։ Կես կիլո միստու կդառնա դաշնակ։ Մի այսքան սարձել կատաս, հանրապետական է կարա դառնա։ Այտենց, ինչ տաս են է կդառնա, կալբաստ, կեչուր սմարդ միան։ Տանել չեմ կարում ես մարդկանց։ Մարդ պիտի լինի սկզբունքային։ Մարդ պիտի լինի սկզբունքային, մանավանդ եթե հեղինակություն է ինչ-որ առումով։ Մեկը մեդիա ունի, մեկը գիրքագրե, մեկը հրապարակում է լսարան հավաքում, մեկը եթերում է խոսում, մեկը էս, մեկը այն, մեկը այն, մեկը այն։ Բա դու տենց բաների շուրջ ո՞նց կարաս մատերի արանքով նայես։ Այդքան բան։ Միշտ մեր սրտից ես խոսում Ռաֆայել ջան։ Բարեկամներ, որովհետև մենք հավաքվել ենք այստեղ քիչ թե շատ նույն մտածելակերպով մարդիկ կարծում եմ։ Մեր այս 8 տարվա եթերը, որ տարածում ենք, լիքը բաներ կա չեմ ասում, չեմ պատմում, բայց մենք հավաքվել ենք քիչ թե շատ նույն մտածելակերպով մարդիկ, ովքեր գիտեն ինչ process-ներ են Հայաստանի առջև ծառացած եւ ինչա լինում։ Ռաֆայել ջան, որ տարածեցին, ճիշտը կփոխվի։ Ճիշտ եք ասել, Արփինե Ժորայի Փարսաջանյան։ Հարգելի Արփինե, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հետևում եք։ Չէ, բայց YouTube-ան են գցում ինչ-որ հիմար բաների, հիմար մեկնաբանություններով, ձայնս են հաճախ փոխում, արագացնում են, բանց գժի էֆեկտ է տալիս, թողանեն, ժողովուրդ ջան, թողանեն։ Էլի, ես ամեն բառիս համար պատասխան եմ տալիս։ Ես գիտեմ, թե ինչա կատարվել ու ինչա կատարվում իմ ժողովրդի հետ։ Մանավանդ հիմա այսօր եկել եմ հետ ու գործունեություն եմ ծավալում։ Զարմանում եմ, ասում Աստված իմ, մենք ընդհանրապես ոնց ենք գոյատևե, ոնց է մնացել ընդհանրապես երկիր։ Տարական բաներ է կատարվում, չես պատկերացնում, էլի կարճ ասած, չես պատկերացնում ինչեր է լինում, որ ֆանտաստիկ ուղղակի։ Բայց դե պայքարը շարունակվում է։ Հիմա թող լինի գովաստ, հարգելի բարեկամներ, մեր գործընկերներին ասեմ շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են եւ այնուհետեւ առանց ավանդույթները խախտելու մի հատված գրքից կընթերցեմ։ Ինչպես ամեն ուրբաթ։ Լավ, հեռու չգնաք, վերադառնում ենք կարճատև դադարից հետո։ Յոգա ուղեղի համար։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու։ Լսել, մտածել, գիտակցել ու հասկանալ։ Յոգա ուղեղի համար։ Ռաֆայել Մնացականյանի հեղինակային ծրագիրը ամեն ուրբաթ առավոտյան 8:08-ին։ Յոգա ուղեղի համար։ Դե ինչ, հայ-ամերիկյան օրագիրը մենք չենք էլ գիտակցում, թե ինչ պատմական ժամանակներում ենք ապրում։ Ավելին մենք չենք էլ գիտակցում, թե ինչ պատմական ժամանակաշրջան է բաժին հասել մեզ։ Մեզ, որ կարծես մարդկային բոլոր փորձություններով անցանք, մենք հիմա դժգոհում ենք ու դժգոհում։ Եվ ինչպես է հնարավոր այսքանից հետո պահպանել լավատեսությունը։ Միայն պատկերացրեք, թե ընդամենը 3 տասնամյակում, շատ չէ, 3 տասնամյակում ինչերի միջով անցավ մեր ժողովուրդը։ 3 տասնամյակ լոկ բարերով ասելու արտահայտություն չէ, այլ մի ամբողջ դարաշրջան, մի ամբողջ դարաշրջանի բեռ, երկրաշարժ, կայսրության անկում, սնանկություն, մութ ու ցուրտ տարիներ, ահաբեկչություն, ալանթալան, 3, գուցե եւ 4 պատերազմ ու վկաներ, պատմության վկաներ, որոնցից յուրաքանչյուրը կրելու է այս ծանր բեռը, կրելու է մինչև վերջ
ու ցավոք տարեց տարի այդ բեռի կշիռը ծանր է դառնում։ Ինչպես մեր պապերն էին մատաղ սերնդին փոխանցում ազգային հիշողությունը, պահանջատիրությունն ու վրեժը, այնպես էլ մենք սերունդներին ենք փոխանցում մեր արածի ու չարածի բեռը։ Ու երանի այն սերնդին, որ ոչ թե ծանրացած հիշողության, այլ սեփական բարեկեցության ու արժանապատվության ճարտարապետը կդառնա։ Կամ մենք ազատվենք պատմական բեռից, կամ կշարունակենք ծանրության տալ ճկռել, կռանալ, հասել է եզրագիծը, որի ծանրության տակ փաստորեն էլ չենք կարողանում դիմանալ։ Դա փաստ է։ 1000 երգ գրեք, 1000 երգ երգեք, 1000 արձան ու կոթող կանգնեցրեք, մեկը չենք դիմանում, չէ։ Մենք ուզում էինք փոխել տարածաշրջանը, դա փաստ է, սակայն արդյունքում մենք պիտի փոխվենք։ Ինչու՞, մտածեք այդ ուղղությամբ։ Պարզապես մեր բախտը ուրիշ է եղել։ Իսկ ինչու՞, ինչու է այդպես եղել։ Դե բախտին մեղադրելն էլ հեշտ է։ Այդ դեպքում չկա պատասխանատվություն, բա հո չենք ասի հիմար ենք, բա հո չենք ասի անկիրթ ենք, բա վերջի վերջո հո չենք ասի չար ենք, չար։ Չէ, մենք ուրիշ ենք, մեր բախտն է ուրիշ եղել։ Մենք ընտրյալ ենք, մենք բացառիկ ենք, աստվածային ենք, դրախտը Հայաստանում էր, պարզապես մեր բախտը չի բերում։ 3000 տարի բախտորես չի բերում, ահա։ Իսկ ինչի պիտի բերի։ Ինչ ենք մենք արել դրա համար։ Մենք չենք էլ ուզում, որ մեր բախտներս բերի, եկեք լինենք անկեղծ, նորից եմ ասում, չենք ուզում, որովհետև անպատասխանատու ապրելը հեշտ է։ Ինչ լինում է բախտի վրա ենք գցում։ Դրա համար էլ ամենաստաբիլ, ամենաբեղնավոր, ամենալավ ժամանակաշրջանները երբ էին, այո, լծի տակ ապրելու տարիները։ Անկախության ձեռք բերմամբ միանգամից անհետանում է մշակն ու բանվորը, գիտնականն ու մտավորականը։ Լավ, ինչպես է ստացվում, որ չարի կայսրությունների տիրապետության տակ գտնվելով տվել ենք Այվազովսկի, Կոմիտաս, Թումանյան, Խաչատրյան, Սարյան, Համբարձումյան, ու ասես։ Իսկ անկախության ժամանակաշրջանում հսկաներին փոխարինողներ չկան, հակառակը սրանց ենք տվել, սրանց այդ նիվեկի յալա վայլա լսողներին։ Ավելին, անկախությունը ուղեկցվել է ալան-թալանով, ազգային ունեցվածքի մսխմամբ, տնտեսության անկմամբ, գործարան ու արտադրամաս, զավոդ ու ինստիտուտ փակելով։ Բայ ուր մնաց արշակի պատմությունը, երբ հայրենի բարեբեր հողը ուժ էր տալիս, ուժ, որ հանդգնում էր սպառնալ շահին անգամ։ Փաստորեն դա էլ է սուտ, եւ դուք չեք էլ պատկերացնում, թե ինչքան սուտ բան կա։ Այնքան բան, որ դեռ պիտի նոր բացահայտվի, ես էլ եմ սարսափում եմ, բայց դուք մի վախեցեք, չկա, նորմալ է սա, չիմանալը հեշտ է, դուք մի վախեցեք, շարունակեք ապրել Facebook-յան դիվանագիտության աստվածների մեջբերումներով, շարունակեք Facebook-ներում սրան նրան լսել, հանգարց գիրք չկարդաք, գիրք չկարդաք, արխիվ չբացեք, պատմություն չուսումնասիրեք, միջազգային թղթեր չնայեք, գործ չունեք։ Պետք չի, ավելին, դա ամեն մարդու խելքի բան չի։ Դուք Facebook լսեք։ Այն վերլուծաբաններին, ովքեր ձեր հաշվին ապրում են, վյուների հաշվին։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը երկու չափորոշիչ ունի։ Երկու չափորոշիչ, կամ հայ ես, կամ թուրք ես, վերջ։ Այսպիսի պարզունակ ժողովուրդ ենք դարձել, որ ժամանակին լուրջ ազգեր։ Ժամանակին ասել է նկատի ունեմ 2000 տարի առաջվա ժամկետները, էլի, երբ որ Հռոմի ու Պարսկաստանի հետ նստում ելնում էինք հաց էինք կիսում։ Թե չէ, էս ինչ է։ Պատկերացնում եք հանգարց հայքում ժողովուրդը ասեր Տիգրանը փայտակարանը ծախեց, որ գերությունից ետ գա։ Իսկ փաստ է եղել։ Պատկերացնում եք հանգարց Արտաշեսը ասեր Տուրուբերանը հանձնեցին, չէր կարա այդպիսի թեմա լիներ։ Տուրուբերնին կտային։ Տիգրանի ավակ որդին, Զարեհը, մի երկու հատ թեմա վառեց հորդեմ, մեխեցին տաճարի պատերին, վերջ։ Թագավորի գործերը չեն քննվում, հատկապես երբ թագավորը աշխարհաժողովով ընտրված թագավոր է։ Դե հիմա գանք մեր ոչխարներին։ Հələ մի հատ մեզ նայեք, էլի, մի հատ նայեք, ազնիվ եղեք, մի հատ մեզ նայեք։ Ժողովուրդը չի վստահում իշխանավորին,
Իշխանավորը չի վստահում ժողովրդին, ընդդիմություն չկա որպես այդպիսին, իսկ ընդդիմադդմիկներն էլ, առավոտը սկսվում է ստով, երեկոն մեկ այլ այդ սուտը ամրապնդող ստով։ Մինչդեռ ապագա ենք կառուցում, այն էլ ինչ ապագա։ Այդ սուտը ամրապնդող ստով մինչդեռ ապագա են կառուցում, այն էլ այնպես իրար չվստահելով ու չհավատալով, բայց ինչպիսի հավատով կկառուցեինք, ինչպես որ պետք է լիներ, օրինակ գրին քարտի խաղարկությանը սպասելիս, այդպիսի հավատով։ Բայց հիշեք, լավ հիշեք, որ մեզ ոչ ոք չի օգնելու, մեզ ոչ ոք չի փրկելու, ավելին, մենք ոչ մեկին պետք չենք բացի մեզնից, ոչ մի իշխանություն, ոչ մի ընդդիմադդմիկ, ոչ մի այլընտրանք մեզ չի փրկելու, եթե մենք որպես շարքային ժողովուրդ մեզ չուզենանք փրկել։ Մեր փրկության լիմիտը միջազգային ատյաններում սպառվել է։ Եթե չկարողացանք փոխել տարածաշրջանը, ուրեմն ստիպված պիտի փոխվենք ինքներս։ Մի հատված Հայի ամերիկյան օրագիր։ Իդեպ, ովքեր Միացյալ Նահանգներում ցանկանում են գիրքը ձեռք բերել, առանց մակագրության գրքի նոր խմբականակը հասանելի է rafael.online կայքում, rafael.online, կարող եք պատվիրել, ամենաշատը շատ արագ մեծ խմբականակ ենք ուղարկել Լոս Անջելես, 3-4 օրվա մեջ գալիս է տուն, նման բան երբեք չէր եղել, միշտ տևում էր ամիս ու կես, որովհետև մակագրում էին բան, բայց հիմա առանց մակագրությունների, այսինքն ես Երևանից չեմ ստորագրելու ուղարկեմ, մեծ խմբականակա Լոս Անջելեսում, եթե հանգարց մտեք օրդեր անեք մի անգամից կգա ձեր մոտ, հեղինակային երեկոս որ լինի, գրքերը կբերեք, այնտեղ իրար հետ կզրուցենք եւ այդտեղ կմակագրեմ եւ անպայման կստորագրեմ գրքերը արդեն ֆիզիկապես։ Այնպես որ եթե ձեզ հետաքրքիր է Հայի ամերիկյան օրագիրը, կարող եք պատվիրել նորից Rafael, ոնց որ անունը սա Facebook-ում գրած .online այդ կայքում հասանելի է։ Այսքանը այսօրվա համար, շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար, շնորհակալ եմ գործընկերներին, որ ինձ հետ են անկախ ամեն ինչից, շարունակեք մնալ R-Music ռադիոյի հետ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ թողարկմանը, լավ հանգստյան օրեր, հանգստացեք, վայելեք օրը ու կհանդիպենք հաստատ։